Կառավարությունը նոր կարգավորումներով լավարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացը թեման քննարկելու ենք տաղավարում, այստեղ է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ արդարարության մեթոդաբանության վարչության պետը։ Պարոն Ալավերդյան, կարծես 3 խումբ ուղղություններով էին փոփոխությունները, գուցե նաեւ տեխնիկական, բայց հերթով, ինչպես ասում են, առաջինը, երբ որ այլ անձանց կողմից է կատարվել վճարը, բայց պետք է հաշվարկվի մյուսի որպես սոցիալական կրեդիտ։ Այստեղ ինչ խնդիրների եք բախվել եւ ինչ լուծումներ գտաք։ Խնդիրը, որին բախվել էինք, նա էր, որ հայտարարման համակարգի ներդրման եւ աշխուժացման process-ի ընթացքում քաղաքացիներից շատերից բողոքներ ստացանք կամ խնդիրների բարձրաձայնում, որ առայն որ շատ դեպքերում ընտանիքի ծնողները երեխայի կրթական ծախսը որպես շատ տիպիկ օրինակ իրար միջոցներով մեկ անձի անունից կատարում են։ Տան հայրը օրինակ կնոջ հետ համատեղ մեկ գումարով հայրը տանում վճարում է երեխայի կրթական ծախսը կամ ուսման վճարը եւ այդ դեպքերում մեր համակարգը սկզբնապես նախագծված էր այնպես, որ սոցիալական ծախս կատարողը պետք է սոցիալական ծախսը հետ ստանար։ Եթե հայրը տանում էր վճարումը կատարում էր, ինքն էր անձամբ վճարողը ստացվում, չնայած նրան, որ դրան մասնակցել էր մայրը եւս մասնակցել էր եւ դա բերում էր մի իրավիճակի, որ ընտանիքի մյուս անդամի սոցիալական ծախսը չնայած ֆորմալ առումով կարող էին ստանալ, բայց վճարման process-ի ձևի տեսանկյունից չէր ստացվում։ Այս փոփոխություններով հստակեցրել ենք նախ շատ կարևոր երևույթ, որ այս կարգավորումը վերաբերելու է ընդամենը 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը կատարված վճարումներին։ Այսպես ասած, այս անցումային շրջան, որպեսզի մեր քաղաքացիները նորույթին, մեր հասարակության մեջ տեղի ունեցող նորույթին համակերպվեն եւ իրական կյանքին համապատասխանեցնենք։ Կարգավորումներով ընդհանրապես սահմանել ենք, որ այն դեպքերում, երբ որ սոցիալական ծախսը կատարվում է մեկ անձի կողմից, բայց մեկ այլ հայտարարատու անձի միջոցներով, եւ դրա մասին վճարում կատարող ֆիզիկական անձը, տվյալ իմ օրինակում, օրինակ տան հայրը, հայտարարում է կամ ինչ որ մի ձև հայտնում է ծառայություն մատուցող սուբյեկտին, օրինակ բուհին, այն մասին, որ այդ գումարի մի մասը կատարված է օրինակ տիկնոջ միջոցներով, այդ դեպքում կինը եւս ստանում է ընդհանուր սահմանած կարգով սոցիալական ծախսի գումար հետ ստանալու իրավունք եւ այդ դեպքում կնոջ անունով եւս կարող են սոցիալական ծախսի գումարներ հետ վերադարձնել, կինը եւս կստանա սոցիալական ծախսը ընդհանուր սահմանված կարգով։ Փաստացի օրինակի վրա եթե փորձենք հիմնվել նույն բուհի օրինակով, այսինքն մի հատ առանձին կինը պետք է մոտենա բուհ ստանա համապատասխան թուղթ, հետո ներբեռնելու համար եւ հետո առանձին կնոջ անունով եւս հաշիվ դուրս կգրվի բուհի կողմից արդեն, կնոջ անունով կգրվի հաշվարկային փաստաթուղթ, որտեղ կնշվի արդեն կնոջ հանրային ծառայությունների համարանիշը եւ այդ ծախսը արդեն կարտացոլվի կնոջ հայտարարագրի մեջ։ Իսկ այս դեպքում երբ որ սովորաբար բանկերում են վճարումները կատարվում, հաշվարկային փաստաթուղթը այնուամենայնիվ պետք է ստանալ այնուամենայնիվ այո բուհից։ Բուհը պետք է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրի, բանկը ընդհանրապես վճարումը կատարող, վճարման process-ը կազմակերպող սուբյեկտ է եւ բուհի տված հաշվարկային փաստաթղթի հիման վրա է, որ սոցիալական ծախսերի վերադարձը կազմակերպվում է եւ դրանք ինքնաշխատ եղանակով արտացոլվում են հայտարարատուի հայտարարագրում։ Հետին ամսաթվով ստանալ այդ փաստաթուղթը խնդիր կառաջացնի թե ոչ։ Խնդիր չի առաջացնի, ընդհանրապես պետք է վճարում կատարած անձը, մեր օրինակում էլի հայրը, մոտենա բուհին հայտարարի, որ վճարումը կատարվել է կնոջ անունով եւս եւ խնդրի, որ կնոջ անունով եւս հաշվարկային փաստաթուղթ դուրս գրի։ Եվ դրանից հետո ընդհանուր սահմանած կարգով համակարգը կաշխատի, ի նկատի ունեմ շեմերի պայմաններում, հա, հետ վերա սոցիալական ծախսի շեմերի պայմաններում կնոջ եւս գումար կվերադարձվի։ Երկրորդ խումբ խնդիրները վերաբերում էին առողջության ապահովագրության փաթեթի ձեռքբերմանը, սովորաբար հայաստանյան գործատունները ընդհանուր փաթեթներ են գնում եւ այսպես անվանական հաշիվներ դուրս գրել հնարավոր չէր լինում։ Այստեղ ինչ լուծումներ գտաք։ Այո, ճիշտ եք նկատել, խնդրի բովանդակությունը այդպեսին է եւ դա եւս ցույց դրվեց մեր հարկվճարողների կողմից, մեր հայտարարությունների կողմից համակարգի գործարկման համակարգի շուրջ։ Դե նոր է երևի ընթացիկ դուրս է գալիս բոլոր խնդիրները։ Բոլոր խնդիրները այսպես բարձրանում են եւ առաջարկվող լուծումը կամ արդեն իսկ ամրագրված լուծումը հետեւյալն է. պայմանագրի շրջանակներում ապահովադիր է հանդիսանում գործատուն։ Սակայն եթե գործատուն հայտարարում է, որ ապահովագրական պայմանագրի վճարումը կամ ապահովության արժեքի գումարի վճարումը տեղի է ունենում նաև իր վարձու աշխատողի հաշվին, այս դեպքում գործատուի կողմից ապահովագրական ընկերություն ներկայացված տեղեկանքի հիման վրա ապահովագրական ընկերությունը պետք է հաշիվ դուրս գրվի, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրի ապահովադիր գործատուի անունով, սակայն մեջը նշելով վարձու աշխատողի
տվյալները ՀՑՀ տվյալ դեպքում եւ այդ դեպքում վարձու աշխատողը եւս ընդհանուր սահմանված կարգով էլի հնարավորություն է ստանում առողջության ապահովագրական վճարի չափով գումար հետ ստանալու ընդհանուր սահմանված շեմերի պայմաններում։ Պարոն Ալավերդյան, այստեղ քաղաքացին անելիք ունի թե գործատուն է հիմնական գործողությունը։ Գործնականում գործատուն է անելու եւ ապահովագրական ընկերությունը։ Գործատուն պետք է տեղեկանք ներկայացնի ապահովագրական ընկերությանը, թե պայմանագրի շրջանակներում վարձու աշխատողը ինչքան գումար է փոխհատուցելու գործատուին, ինչքան մասով է որ վարձու աշխատողը փոխհատուցում է։ Եվ ապահովագրական ընկերությունն էլ դրա հիման վրա ընդհանրապես ապահովադիր իրավաբանական անձի, հա, գործատուի անունով դուրս գրվող հաշվում պետք է նշի այն ֆիզիկական անձի տվյալները, որը փոխհատուցում է գործատուին։ Այդ պարագայում այդ փաստաթուղթը որտեղից պետք է ստանալ, գործատուի մոտից, թե այլևս այդ պարագայում նույն հաշվարկային փաստաթուղթն է, որովե փաստաթուղթ ստանալու կարիք չկա։ Ընդհանրապես ապահովագրական ընկերությունը դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում նշում է ֆիզիկական անձի այն անձի վերջնական շահառու, այսպես ասած, անձի տվյալները, որից հետո այդ տվյալների հիման վրա սոցիալական ծախսը արտացոլվում է այդ վարձու աշխատողի հայտարարագրում։ Պարոն Ալավերդյան, ունեք արդյոք տվյալներ, թե այս ընթացքում պետությունը որքան է վերադարձրել սոցիալական կրեդիտ քաղաքացիներին։ Շուրջ արդեն 1.8 միլիարդի չափով գումար ունենք վերադարձված սոցիալական կրեդիտներ քաղաքացիներին, ունենք 40,000-ից ավել արդեն հայտարարագիր ներկայացված հարկային մարմին։ Ժամկետները մեկ անգամ էլ կհիշեք։ Այլ անձի միջոցներով վճարում կատարած լինելու դեպքում ալգորիթմով համակարգը աշխատելու է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը կատարված ծախսերի համար միայն դրանից հետո կատարված սոցիալական ծախսերի համար պարտադիր է լինելու, որպեսզի սոցիալական ծախսը կատարվի անմիջապես հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Դա ուղիղ նշանակում է, որ հունիսի 1-ից հետո կրթության ուղղությամբ, առողջության ապահովության ուղղությամբ կատարվող ծախսերը պետք է անմիջապես կատարվեն հենց հայտարարատուի կողմից եւ այս նկարագրված համակարգը դրանից հետո չի աշխատելու եւ հետագայի համար որ կտա մեր քաղաքացիներին ծախսի կատարումը, ծախսեր կատարել ամեն մի հայտարարատու իր միջոցներով ինքը վճարող հանդիսը։ Այս անուններով լայֆ հակ է կոչվում։ Յուրաքանչյուրը իր մասով վճարումը կատարի, այո, յուրաքանչյուրը իր մասով կատարի եւ այդ դեպքում համակարգն ավելի պարզ ու հստակ է աշխատում եւ այդտեղ որևէ խնդիր չունենք։ Ինչ վերաբերում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետին, ապա այո, ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությամբ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 1-ից տեղափոխվել է 2025 թվականի նոյեմբերի 1, այդ թվում նաև հարկի գումարի վճարման վերջնաժամկետներն են նույն ժամկետներով տեղափոխվել։ Պարոն Ալավերդյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տաղավարում էր ֆինանսների նախարարության, եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետը քննարկում ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումից հետո սոցիալական կրեդիտների վերադարձի լավարկման թեման։